Մեղքի պատճառով եկավ հիվանդությունը, եկավ մահը, մարդիկ ասում են ինչի է այդքան բաներ կատարվում այս աշխարհում, ինչ են մարդիկ մեռնում, պատերազմները, կործանումները, ատելությունը, հիվանդությունը, շատ վատ բաներ են կատարվում։ Եթե Աստված կա, ինչի է այտենց։ Աստված կա, բայց կա սատանան է, պետք է չմոռանանք։ Ադամը տեղ տվեց սատանային Աստծուն չլսելով, մեղք գործելով եւ մեղքը եւ հիվանդությունը մտան աշխարհ, անեծքը մտավ աշխարհ եւ սատանան սկսեց իշխել եւ Աստված տեսավ աշխարհը, որ կործանվում է, սատանայի ձեռքը տանջվում է եւ Աստված իր որդուն ուղարկեց, Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ, որ դառնա այս աշխարհի փրկիչը, իր կյանքը տվեց խաչի վրա եւ ինչ արեց խաչի վրա, վերցրեց մեղքերը եւ նաեւ վերցրել էր գրածա ոչ միայն մեղքերը, նաեւ հիվանդությունները, անեծքները, ցավերը մի թեմա են խոսում, որը կոչվում է ինչու են գալիս հիվանդությունները։ Ես կասեմ 21 պատճառներ արագ կանցնեմ, քանի որ ամեն մի այս 21 պատճառներից ամեն մի կետը մի քանի ժամվա քարոզը հավատացեք։ Ամեն մի կետը, որ ես պետք է ասեմ, դա մի 2-3 ժամվա քարոզա հեչի պես։ Բայց սա արագ ասելու եմ, ամեն մեկի վրա երևի 1-2 րոպե կկանգնեմ, որպեսզի հասկանաք ինչն է դուռ բացում սատանայի համար։ Կան էլի միգուցե 21-ից ավել է, բայց կան պատճառներ, որի պատճառով քրիստոնյաները եւ ոչ միայն քրիստոնյաները, եւ աշխարհիկ մարդիկ նաեւ քրիստոնյաները տեղ են տալիս սատանային եւ սատանան կարողանում է բերի հիվանդություններ։ Անկամ այն մարդկանց, ովքեր որ ազատվել են մեղքից, աշխարհից Հիսուսի պաշտպանության տակ են։ Սա կարևոր է, որովհետև գիտությունը կարևոր է, գիտությունը օգնում է մենք ազատագրվենք։ Կարող ես 21 հատ ասեմ, քեզի ոչ մեկ չվերաբերվի։ Կամ մի հատը վերաբերվի, կամ 2-3 հատը վերաբերվի։ Ամեն, շատ կարևոր է մեր սիրտը բացենք եւ մենք թույլ տանք, որպեսզի Տերը խոսա մեզ։ Ամեն։ Ուրեմն հիվանդությունների կա հոգևոր պատճառները եւ ֆիզիկական պատճառները։ Հոգևոր պատճառները 13-ն են։ Եվ նրանցից 8-ն էլ մեր անխելքության խոհեմ չվարվելու պատճառով են գալիս։ Մենք կնայենք հիմա, առաջինը ինչի է գալի հիվանդությունը մարդու կյանքում, մեղքի պատճառով։ Մեղքն է պատճառ, մեղքը դուռ է բացում հիվանդություններին։ Ես համարները չեմ գցել, քանի որ համարները շատ են, բայց ես կետերը ասեմ, ով որ կուզի հետո կարա քարոզը նայի այդ համարներով տունը կարդա։ Հովանես 5:14-ի մեջ, եւ որ Հիսուսը բժշկում է մի կաղ մարդու, որ երկար տարիներ կաղ է եղել։ Ինչ է նրան ասում։ Այլևս մեղք չգործես, որ ավելի չար բան չպատահի քո հետ։ Սա շատ պարզ ասում է, որ այդ մարդը, երբ որ ընկել է այդ հիվանդության մեջ, ուրեմն մեղքի մեջ է եղել, մեղքը դուռ է բացել, որ ընկել է այդ վիճակի մեջ, եւ Տերը բժշկելուց հետո զգուշացրեց։ Ինքը չասեց, չեմ բժշկի միջև չապաշխարեց։ Իր սերը անշահախնդիր է, unconditional սեր է իրանը։ Սկզբից բժշկեց։ Սերը ցույց ասես, անկախ ամեն ինչից ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ բժշկեմ, բայց դու իմացի, որ այդ հիվանդության պատճառը մեղքն է եղել, ոչ թե ես։ Ու ելի զգուշացի։ Էլ մեղք մի գործի, որ ավելի վատ բան չպատահի քո հետ։ Մեղքը դուռ է բացում հիվանդության համար։ Էլ չեմ ուզում մեղքերը նշեմ, գողություն, հարբեցողություն, շնություն, սուտ խոսալ եւ այլ։ Դրա համար ասում եմ, ամեն մի ես կետը, որ ասում եմ, սա մի քանի ժամվա քարոզ է, բայց սա ես խտացրել եմ, սենց ասում եմ, որպեսզի հասկանաք ինչը կարա դուռ բացի սատանայի համար։ Երկրորդը պատճառը, թե ինչի կարա հիվանդությունը մարդու կյանքում գտնի, ժառանգաբար փոխանցվելու պատճառով։ Գիտեք, շատ հիվանդություններ ժառանգաբար է փոխանցում, գիտեք, երբ որ անգամ մարդիկ եթում են, ասենք, ստուգվելու բժիշկի մոտ, չէ, ինչ որ մի բան է հայտնաբերում, ասենք ստամոքսի մեջ, կամ ինչ որ մի հատ փոքրիկ ուռուս կա լինում, կամ ինչ որ բան, միշտ բժիշկները սա են հարց տալի, ասում են ձեր ընտանիքի անդամներից մեկի մոտ եղել է այս մասը, այս տեսակ, ով գիտի դա։ Համերա բոլորը գիտեն։ Բժիշկները միշտ դա են հարցնում, ինչի, ուզում են տենան դա գենետիկա, գեներով է փոխանցվել, եթե գենետիկա դա դժվար է բուժվում։ Եթե չէ, ուղղակի ընթացքում առաջացել, հեշտ կարողանում են դեղերով բուժել։ Բայց Հիսուսի համար դժվարություն չկա, գենետիկա, ժառանգաբար կապ չունի։ Ես ուղղակի ասում եմ պատճառները։
Ինչի պատճառով են հիվանդությունները գալիս։ Երկրորդը գեներով է գալիս, որովհետև աշխարհը մեղքի մեջ է, աշխարհը ապականված է, սատանան է իշխում եւ դա Աստված չի արել։ Եվ այդ տեսակ մի բան ասացի անցած անգամ Հովանես Ավետարանի 9:1-3 համարներում, երբ որ Հիսուսի աշակերտները կույր են տեսնում, ասում են. Տեր, ով է մեղքոցը, իրացանողները թե ինքը որ կույր է ծնվել։ Հիսուս ասաց ոչ իրացանողները, ոչ էլ ինքը։ Այսինքն Հիսուսի աշակերտները գիտեին, որ դա ծնողների մեղքերի պատճառով կարա փոխանցվի անգամ այդ հիվանդությունը, բայց Հիսուս ասաց, այստեղ պատճառ չկա կոնկրետ, կարա պատճառ չլինի ընդհանրապես։ Բայց այն որ այս ապականված անգլերեն բառը ես կուզեմ գտնեմ, որ corrupt այս աշխարհում շատ բաներ փոխվել է։ Կարող է մարդը լավ մարդ է, մեղք չի գործել, բայց քան որ ինքը այս աշխարհում է ծնվել, տենց գենետիկ ջեներով եկել է։ Երրորդ պատճառը անհնազանդության եւ ապստամբության պատճառով disobedience եւ rebellious բնավորությունների պատճառով է գալի հիվանդությունները։ Աստծո խոսքը ասում է, որ վերջին ժամանակներում շատ մարդիկ կլինեն անհնազանդ, ապստամբ, այսինքն rebellious, ծնողների անհնազանդ։ Կարևոր պատվիրաներից մեկը, երբ որ Աստված Մովսեսին տվեց, 5-րդ պատվիրանը ասում է. լսիր քո հորը եւ քո մորը, որ քեզ լավ լինի, երկու հատ ուժեղ խոսում է, որ քեզ լավ լինի, այսինքն successful լինես։ Եվ երկրորդը, որ երկար ապրես։ Այսինքն հնազանդությունը, խոնարհությունը կյանքը երկարացնում է։ Ու շատ մահտարաժամներ, ժամանակից շուտ մահեր, որ տեսնում ենք վերջի օրերում, պատճառը, որ մարդիկ անհնազանդ են ծնողներին, տարբեր տեղերում, անհնազանդությունը մեղք է ու դուռ է բացում չարի ատակեքի համար, անբուժելի հիվանդությունների համար։ Այդ անհնազանդությունը, disobedience-ը եւ այդ ապստամբությունը, rebellious բնավորություն կարա լինի government-ի ուղղությամբ։ Այսօր social media-ում ինչ ասես ցանում են, մենք չպետք է գնանք անկաշրես բացենք, լսենք այդ կեղտը լցեն մեր մեջ ու մենք խոսենք։ Աստված մեզ ասում է աղոթեք, մի արեք այդ բանը։ Մի արեք այդ բանը, մի լսեք չարերի լուրերին, մի արեք։ Հետո ասում ենք Աստված խեմ սենց ծանր վիճակի մեջ, որովհետև Աստծո խոսքին հակառակ են գնում։ Նույն է եկեղեցիներում մարդիկ, այս մասին մենք խոսացել ենք մի քանի անգամ, որ մարդիկ ասում են իմ հովիվը Հիսուսն է, ինչ հովիվ, հա ինքը իրան դրել է հովի տեղ, իմ հովիվը Հիսուսն է։ Okay, բա ինչի Աստվածաշնչում գրած, որ Աստված հովիվներին դրեց եկեղեցում, ինչի է դրել, ինչի համար է այդ հովին դրել։ Որն է նպատակը, որ դրել է։ Այ որ կարդանք նոր կտական ուշադրի կտեսնենք, ասում է հնազանդվեք ձեր ավակներին, ձեր առաջնորդներին։ Ընտանիքում հայրն են, մայրն են, եկեղեցում հովիվն է։ Երկրում իշխանավորները ասեն government-ն է։ Քո բիզնեսի մեջ այնտեղ կա մի հատ ղեկավար կամ բոսը, որ ասում են։ Աստծո խոսքը ասում է ամեն ղեկավարությանը լսեք։ Եվ Առակաց 17:11-ում ասում է ապստամբ մարդուն, rebellious մարդուն անգութ պատգամավոր է ուղարկում։ Անգութ, գիտեք, merciless կամ cruel։ Պատգամավոր, այսինքն մեկը ուղարկվում է, դա դևի մասին է ասում։ Աթակայա գալի մարդուն, մարդիկ ովքեր rebellious բնավորություն ունեն։ Միտեղ գասեն հելում են բողկմանեսի ինչի։ Դրա համար մենք մեր եկեղեցու մի հատ sense բան ենք որոշել, ես ասել եմ, ինչ որ դուրը չի գալիս, ոչ մեկին մի խոսա, արի ինձ ասա, ես պատրաստ եմ լսեմ, եթե մի բան սխալ է, մենք կուղենք։ Վերաբերվում է դոկտրինային, ուրիշ բաներին, այնքան լավ է, որ մարդիկ գալի կիսվում են, իրանք չեն գնում ապստամբության, անհնազանդության մեջ, ամեն ինչ լուսադուսելով սատանայի գործերն է խափանվում է։ Մենք առողջ չենք մնում։ Տես Կորխ անունով մեկը կար 5 տակարանում, երբ որ դուրս եկավ Մովսեսի դեմ, նա չասեց ինչի ասեց, նա դուրս եկավ, նա ապստամբություն արեց եւ ասեց ինչ եք դուք ձեզի բարձրացրել Աստծո ժողովրդի վրա, կարող է մենակ Աստված ձեր հետ մեր հետ էլա։ Բայց Մովսեսը բան չէր ասել։ Եվ այդ մարդը ուզեցավ ավելի մեծ position ունենա։ Բայց մենք տեսնում ենք, որ Աստված դատաստան բերեց այդ մարդու վրա։ 5 տակարանում մենք տեսնում ենք դատաստաններ անմիջապես գալիս էին։ Եվ այդ մարդը կործանվեց եւ իր հետևողներն է կործանվեցին։ Դե այդ մարդը rebellious մարդը թող աղոթի,
Սա որ բողոքում է իր մարդուց։ Սա որ կամ բողոքում է մեկը եկեղեցուց հովից։ Ծնողներից ու ուզում է բժշկվի, կբժշկվի, չի կարա բժշկվի։ Աստված հակառակվում է այդ մարդուն։ Աստված չի օրհնում։ Մենք պետք է հասկանանք ոնց է Աստված բժշկում։ Երբ որ այս կետերը նայենք, մենք մեզի քննենք, մաքրենք, կտեսնենք, որ բժշկությունը գալիս է, կարգավորենք։ Մյուս պատճառը ինչի է գալի հիվանդությունները, հպարտության պատճառով։ Հպարտության։ Տեսեք, անցած անգամ նայեցինք Պողոս առաքյալը ասում է 2-րդ Կորինթաց 12 գլխի մեջ։ Ասում է հայտնությունների շատությունով, որպեսզի չհպարտանամ, մարմնից սատանայի խայթոց տրվեց եւ ինձ նեղում էր սատանան։ Սատանայի խայթոցը սենց ալիգորիկ ձևով ասում, այսինքն այլ բառերով ասած միգուցե հիվանդություններ, տանջանքեր, չգիտեմ, մի տեղներ միգուցե ցավում։ Եվ ինքը աղոթում էր, աղոթքը չէր լսվում։ Պողոս առաքյալը, որ գիտեք, սաղ Եվրոպան, սաղ աշխարհը Աստծո խոսքը քարոզեց։ Իր միջոցով բժշկություններ էին լինում, հրաշքներ էր կատարում, բայց ինքը նեղվեց, սատանան հարձակում կատարեց հպարտության պատճառով։ Բայց արդյոք Տերը կամենում էր, որ Պողոս առաքյալը հպարտանա ու խրատվի։ Մարդիկ ասում են, տեսեք, Տերը խրատում էր։ Ասում Տիրոջ կամքն էր, որը տենց խրատ էր։ Դե հա, Տերն էր խրատում։ Դե ուրեմն Տիրոջ կամքն է, որ հպարտանանք, որտեղ հպարտությունը դուր բացեց, որ ինքն գնի մեղքի մեջ սատանան հարձակվի ու խրատվի։ Դե մեկ չէ։ Չէ, տենց չի։ Եվ առաջի Պետրոս 5:5 համար ասում է. Աստված հպարտերին հակառակ է կանում։ Ուզում է Պողոս առաքյալը լինես, ուզում է Մովսեսը լինես, ուզում է Հովիվ Սամվելը լինես, ով ուզում է լինես։ Հպարտերին Աստված ինքն է հակառակվում։ Ես կարող եմ այստեղ քարոզեմ շատ լավ խոսեմ, բայց միտեղ ուշադիր չլինեմ, ընկնեմ հպարտության մեջ։ Դուք էդի դրսից չեք զգա։ Մի փորձեք մարդուն դրսից զգաք, ասեք, այս Ժաննան հպարտ է, տեսել ես, հələ ոնց է քայլում։ Չես կարա ասես։ Դա ներսն է Աստված տենում մոտիվները, դուք պետք է զգուշ լինեք։ Շատ անգամ հպարտը նայով դատում է։ Ամեն։ Շատ զգուշ ուշադիր պետք է լինենք, որ չհպարտանանք, որտեղ Աստված ինքն է հակառակվում հպարտերին։ Ոչ մեկս գարանտիա եղած չենք, երաշխավորված չենք։ Ես անընդհատ ինձ ստուգում եմ։ Չեմ ասում, всё, վերջ, անցա ես, թեստը անցա, հիմա ես խոնարհ եմ։ Մի հատ պատմություն կար, գնաք ասում եմ, մի հատ մարդու մեդալ տվեցին, մեդալ։ Գիտեք, մեդալը սպորտսմենը որ ասում, որ ինքը խոնարհ էր, աշխարհի ամենախոնարհ մարդն էր, իրան մեդալ տվեցին։ Եվ հաջորդ օրը այդ մարդը այդ մեդալը կախած ման էր գալի ամենտեղ, ու այդ մեդալը վերցրեցին իրանից էլի։ Հպարտանում էր, որ մեդալը ստացել իր խոնարհության համար, մարդը հպարտանում է իր խոնարհության համար, դա էլ է հպարտություն։ Զգույշ պետք է լինենք, այնքան դա նուրբ բան է, օքեյ։ Մյուսը պատճառը ինչի կարա հիվանդությունը գա չներելու պատճառով։ Մարկոս ավետարանի 11:25 համարը Հիսուսը ասում է. Եվ որ կանգնեք աղոթքին ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, եթե դուք չներեք, Աստված էլ ձեզ չի ների։ Եթե Աստված մեզ չի ներում, ուրեմն մեր աղոթքները չի լսվում։ Կարան հիվանդություններ լինեն, մարդու համար աղոթենք, ինքը այդպես էլ չբժշկվի։ Ես անցած անգամ մի օրինակ ասեցի, էլի կրկնեմ, որոշ մարդիկ չեն լսել։ Մի եկեղեցի կար Հովիվը պատմեր, ասում է, այդ եկեղեցում, ասում է, ես երկու տարբեր մարդիկ գիտեի։ Մի մարդը անդադ, ասենք թեև ինքը եկեղեցում էր շուտվանից, բայց անընդհատ հիվանդություններ էր ունում, ինքը ծանր ցավեր էր ունենում, աղոթք էին անում եւ չէր բժշկվում ոչ մի անգամ։ Թեև ինքը նվիրված էր Աստծուն, բայց այդ ցավեր հիվանդություններ ուներ ու չէր բժշկվում։ Եվ մի մարդ էլ կար ասում է, որ այդքան հոգևոր չէր ուժեղ եւ ցանկացած ցավ կամ հիվանդություն, որ հայտնվում էր իր մոտ, աղոթքից հետո անմիջապես բժշկվում էր։ Ինչն էր պատճառը, հետո այդ Հովիվը ասում է, ես հասկացա ինչն էր պատճառը, ոնց որ Աստված իրան բացեց, որտեւ այդ մարդը ով որ չէր բժշկվում, ինքը ներելու մեջ շատ դժվարություն ուներ։ Դանդաղ էր ներում, չէր կարողանում ներել մարդկանց, եթե մեկը իրան վիրավորում էր կամ մեկից ինքը նեղանում էր։ Իսկ այն մարդը, ով որ շատ շուտ բժշկվում էր, նա ասում է շատ արագ էր ներելու մեջ։ Տեսեք, ներելը արագացնում է մեր աղոթքի պատասխանը։
Տերը մեզ ներել է ավելի շատ, քան թե մենք պետք է ներենք մարդկանց։ Հաջորդը երբ կարա հիվանդությունը տեղ գտնի մեր կյանքում, երբ որ մենք դուրս ենք գալի Աստծո կամքի մեջից կամ Աստծո կոչումի մեջից։ Շատ անգամ մենք ծրագրավորում ենք մեր կյանքը, Աստծո խոսքը ասում է՝ մի ասակ, վաղը մյուս օրը գնամ ես քաղաք, առևտուր անեմ, ապրեմ, ուտեմ, խմեմ, ասում է՝ դու չգիտես վաղվա օրը։ Դու ինչ գիտես ինչ ալելու, դրա փոխարեն հարցրու, եթե Աստված կամենում է դու դա անես, նոր արա։ Շատ մարդիկ փոխելով իրանց տարածաշրջանը, քաղաքը կամ որոշակի այտենց մեծ քայլեր անելով, իրանք ընկել են ավելի շատ։ Սատանան տեղ է գտե, հիվանդությունները տեղ են գտե, եւ մի ծառայողի մասին պատմեցի, որ ասում է ժամանակից շուտ ինքը իր ծառայությունը երբ որ թողեց, հովվական ծառայությունից ինքը դուրս եկավ, գնաց մտավ շրջիկ ավետարանչություններ են անում, քարոզում էր տարբեր եկեղեցիներում եւ իր սիրտը կանգնում էր մի օր եւ ինքը թեև իր միջոցով շատ հիվանդներ են բժշկվել, բայց ինքը աղոթք արեց, որ ինքը բժշկվի, չէր բժշկվում, ասում է՝ Տեր, ես ինչա կատարում, չեմ հասկանում։ Ինչի հետս այսպեսի բան կատարվում։ Ինչի չեմ բժշկվում, Տեր, ես հավատում եմ։ Ու Տերը ասում է՝ որովհետեւ դու քո կանչի մեջից դուրս հելար։ Դու դեռ չեր վերջացրել այդ աշխատանքը, այդ ծառայությունը։ Դու իմ կամքի մեջից դուրս եկար եւ սատանան տեղ գտավ քո մարմնի վրա։ Եվ այդ մարդը ապաշխարում է, ասում է՝ Տերների, ես ապաշխարում եմ, ես նորից կվերադառնամ այդ եկեղեցի, որտեղ ես կիսատ եմ թողել, ես կկատարեմ իմ աշխատանքը այնքան ժամանակ, ինչքան որ կասես, Տեր Աստված, ապաշխարում եմ ու անմիջապես բժշկվել է։ Սա շատ կարևոր հասկանանք, մարդիկ կան չեն բժշկում, որտեղ Աստծո կամքի մեջ չեն կամ կոչումի մեջ չեն, քոլինգ ունի Աստված, ասենք Աստված կանչում է ձեզանից մեկին, շատերին է կանչում, մտնես քո կանչի մեջ, ծառայություն անես եկեղեցում կամ ավետարանը քարոզես, ինչ որ ծառայություններ կա, որ մենք անում ենք եւ պետքա շատ ավելի անենք։ Եվ մարդը չի մտնում իր կոչի մեջ եւ դուռա դա բացում սատանայի համար, որ մարդու մարմնի վրա հիվանդություններ գա։ Եվ գնում են բժշկում են, փորձում են բժշկեն, բժիշկների մոտ, աղոթք են անում, բան տեղի չունենում, ինչի։ Որտեւ ինքը Աստծո այդ կամքից դուրս է գտնվում։ Աստծո կամքը այդ protection area-ն է, պաշտպանված area-ն է։ Եթե Աստված մեզ չի կանչում գնալ որոշակի քաղաք կամ տարածք կամ ծառայության մեջ դա զգուշ պետք է լինենք։ Օրինակի համար 5 տակառում մի հատ թագավոր կար։ Թագավոր, որ ինքը շատ լավ աստվածապաշտ թագավոր էր։ Զորավոր բաներ էր Աստված իր միջոցով արել։ Եվ քաղաքներ իր կառուցել անունը այս բան ուղղակի չեմ հիշում։ Ու երբ որ ինքը շատ զորացավ, իր սիրտը հպարտացավ։ Եվ ասում է մտավ Տիրոջ տունը եւ խունկ սկսեց ծխել։ Խունկ իր գործը չէր, քահանաների գործն էր։ Քահանաներ եկան 70 քահանաներ եկան, տաճարի մեջ տեսան այս թագավորը, խունկ ա ծխում, պաշտամունք ա մատուցում, ասեցին թագավոր, ասեցին սա քո գործը չի, սա քահանաների գործն է, դու սարի։ Դու անարգում ես Տիրոջը։ Դու ունես քո կանչը, մնա քո կանչի մեջ, թագավորը բարկացավ, ոնց թե իրան ասում են դու քո կանչի մեջ չես։ Բարկացավ իրանց վրա եւ շարունակեց իր ծառայությունը տաճարի մեջ եւ ինչ կա ասում է եւ այդ թագավորի դեմքի վրա ճակատի վրա բորոտություն հայտնվեց անմիջապես բորոտությունը դա մաշկային անբուժելի հիվանդություն է եւ բոլորը տեսան որ այդ բորոտությունը թագավորը ինքն էլ տեսավ սարսափեց եւ արագ դուրս եկավ տաճարից եւ միջև իր կյանքի վերջը մի հատ առանձին տեղ էր ապրում այդ բորոտությունը իր երեսին եւ ինքը չէր կարողանում թագավորել իր տղան էր իր գործերը անում Տեսեք վտանգավոր է, երբ որ մարդը իր կանչը թողած մտնում է ուրիշի կանչի մեջ։ Եթե դու կանչված ես ավետարանիչ լինելու, եվանջելիստ լինելու, կանչված ես ուղղակի teacher լինելու եկեղեցում, դու գնում ես ուզում ես եվանջելիզմ անես, քարոզես ամենտեղ վտանգավոր է դա։ Մենք չենք որոշում մեր calling-ը։ Աստված է որոշում։ Ասենք ես սիրում եմ prophet, ասենք թե սիրում եմ մարգարե լինել։ Բայց հո ես չեմ ընտրում, որ ես էցա իմ կարողան լինեմ ճիշտ եկեղեցում, բայց սխալ ծառայության մեջ, wrong ծառայության մեջ։ Դա վտանգավոր է։ Մի խոսքով Աստծո կամքից եւ կոչումից դուրս գալով մարդիկ տեղ են տալի հիվանդություններին։ Սա ավելի շատ վերաբերվում է այն մարդկանց,
ովքեր ավելի երկար ժամանակ են եկեղեցում։ Այն մարդիկ, ովքեր որ նոր են եկել, իրանք ուղղակի պետք է նայեն Աստված որտեղ է ուզում, որ իրանք լինեն։ Մարդիկ կան եկեղեցին փոխում են, սկսում սխալ բաները գալ։ Էլի հելան Աստծո կամքի մեջից։ Նրա պատճառով որ այդ եկեղեցում ինքը պետք է փոխվի, Աստված իր այդ աշխատանք անում, ինքը ասում է, չէ, իմ դուրը չեք ավես քարոզիչը ոնց խոսած, ես կգնամ մի հատ եկեղեցի, ովքեր ինձ ավելի encourage կանեն։ Ինձ կգրկեն։ Ու всё, հոգևոր ընկնում է։ Կարա հիվանդություն էլ էլի տեղ գտնի։ 7-րդ պատճառը կախարդների, գուշակների եւ օկուլտային բաների մեջ ներգրավելու պատճառով։ Այսօր կան շատ կախարդներ, գուշակներ, օկուլտիզմ, տարբեր քաղաքներում կան։ Ու զարմանալին այնա, որ շատ անգամ քրիստոնյաներն են գնում իրանց դիմում։ Հավատացեք, կան քրիստոնյան, որ համ եկեղեցին հետում համ գնում են գուշակի մոտ։ Աստծո խոսքը ասում է, որ Աստծո ժողովուրդը պետք է իր Աստծուց հարցնի, ոչ թե գուշակներից։ Մենք կարիք չունենք գուշակներին հարցնելու։ Գուշակների հետևում կանգնած են չար հոգիները, evil spirit-ներն են կանգնած։ Եվ դևերը կարող են մուտք գործել մարդու կյանքում, գնում է, որ միտեղը ցավում է, որ այդ ինչ որ մեկը իրան բուժի։ Հակառակը միտեղ կարող է հանգստացի, մի քանի տեղ հիվանդություն կպնի։ Անկամ եթե մենք եկեղեցի ենք եկել, մենք առաջ չենք զբաղվել կախարդությունով, մենք ինքներս չենք արել, բայց մենք գնացել ենք այդպես տեղերը, հավատացեք, շատ անգամ դրա հետևանքները գալիս է մեր վրա։ Այնպիսի հիվանդություն կա, ու մենք աղոթենք ու մարդը չբժշկվի, ինչի, որտեվ ինքը կապի մեջ է եղել գուշակների, կախարդների հետ, եւ դա ամենամեծ դուռնադիվական, որտեղ որ օկուլտիզմով են զբաղվել կամ զբաղվում, ամենամեծ դուռնադիվական, այդ դևերի գործը, manifestation-ը շատ ավելի ուժեղ է։ Զգուշ պետք է լինենք։ Երկրորդ օրինաց 8:9-12 համարներում ասում է, ով որ զբաղվում է դրանով Աստծո աշկերին գարշելի է։ Մյուսը 8-րդը կեղծ կրոնների եւ մոլորությունների պատճառով կարող են հիվանդությունները գալ, կեղծ կրոններ, սխալ հավատքի կրոններ, այսօր կան միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Դու չես կարող համ Հիսուսին հետևես, համ Բուդդային հետևես, համ Մուհամեդին հետևես, համ Քրիշնային հետևես։ Դրանք սխալ հավատներ են, Հիսուսն է միակ ճանապարհը։ Կամ մասոններ կան, չէ՞ այսօր։ Մասոնական թեմփլներ կան, մասոնական հավատքներ կան, ասում են, հա դե անմեղ հավատքա, չէ, դրա հետևում սատանան է կանգնած։ Դա սատանիզմ է, թաքնված, արտաքինից չի երևում, սենց չի երևում։ Ես չեմ ասում այդ մարդկանց դատում են, կարող են մեկը գնում է այդ մասոնական կազմակերպության մեջ է, ինքն էլ չգիտի, որտեղ այնտեղ վերևի ռանգեր արդեն ինչքան լեվելները բարձրանում են, իրան գիտեն ու թաքուն են պահում։ Գախնիկ են պահում, ես չգիտեմ այդ գախնիկները, ոչ գախնիկ չգիտեմ ուղղակի, բայց ինֆորմացիա sense կա ամենտեղ այդ ինֆորմացիան կա, ու իրանք չեն ասում են նորերին, նոր այդ մեմբերներին չեն ասում, որ ասեն նրանք չեն դա, գախնի են պահում, այդ էլ ապացուցում, որ դա սատանայից է, ինչ որ մի բան գախնի են պահում, Հիսուս ասեց, ինչ որ ասեցի, սաղ աշխարհին ասեք, ոչ մի թաքուն բան չունեմ պահած, սաղ ասեք, ոչ մի ծածուկ բան չկա, միտեղ որ ծածուկ ապահում, թաքուն ապահում, չի ուզում բացի, դա սատանայի ձեռագիրն է, եւ մասոնիզմի մեջ ուժեղ դիվական ազդեցություն կա, մի քարոզիչ պատմում է, որ մի մայր իր երեխային բերում էր, ասում է եկեղեցի, որպեսզի աղոթենք բժշկվի, եւ այդ երեխան անդադ լացում էր, հաց չէր ուտում, նիհարել էր, անդադ օր ու գիշեր լացում էր, տանջվում էր, ու երբ որ ասում է մենք մոտեցանք այդ կնոջ համար աղոթելու, ասում է իմ կինը պարգև ուներ եւ տեսավ, ասեց նրա հայր, ասեց այդ կնոջ ասեց այս երեխայի հայրը մասոն է, այդ կինը ասեց այո, ասեց այնց դա է, դուռը բացեց դևի համար եւ այս երեխային տանջում է, ոչ նա կարողանում ասի դու պետք է ապաշխարես, եւ այս կինը ապաշխարում է, որ ինքն էլ մասնակից է եղել դրան, ու երբ որ կինը ապաշխարում է, Սուրբ Հոգին զորավոր գալիս է, կպնում է, զորությունը շտում է, դևը դուրս է գալիս, երեխան անմիջապես լացը կտրում է, երեխան սկսում է նորմալ ծնվել, նորմալ աճել, տեսեք, հիվանդությունը կար, հիվանդության հոգին կար, ու շատերը չգիտեն, որն է պատճառը, փաստորեն դրա հայրը մասոնության մեջ էր։ 9-րդ պատճառը ինչի կարող են հիվանդություններ գնել, երբ որ քրիստոնյան եւ որ հավատացյալը արթուն չի եւ աղոթքներ չի անում։ Հիսուսը ինքը իր աշակերտներին ասեց. «Արթուն եղեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։
Գիտեք, փորձություններ կան աշխարհում, երբ որ հավատացյալ արթուն չլինի, աղոթքի մեջ չլինի, փորձությունը կգա, մի բան կկպնի, ինքը չի կարա դիմակայի։ Եվ դա պատճառ կլինի։ Հիշում եք, ես վկայեցի, որ իմ վրա ցավ եկավ, քանի դեպքեր եղել է։ Բայց քանի որ ես արթուն էի հոգեորապես աղոթքի մեջ էի, ու ես հասկացա, որ սա սատանական ատակա եւ ասեցի Հիսուսի անունով հակառակում եմ, քանդում եմ այս հիվանդության ազդեցությունը եւ անմիջապես բժշկվեցի։ Հաջորդը ինչի պատճառով կարան հիվանդությունները մտնեն, վախի միջոցով։ Այդ ամենը ստեղ գրվում է, նայում եք, չէ՞ դուք։ Վախի միջոցով 10-րդ պատճառը։ Գիտեք, Հոբի գրքում ինչա գրված 3:25-ում։ Ու երբ որ Հոբը ընկնում է փորձանքների մեջ, այդ ծանր վիճակների մեջ որ ընկնում է, կորցնում է ընտանիքը, երեխեքին, իր ֆինանսները, օրհնությունները, հիվանդություններ է կպնում։ Գիտեք ինչ է ասում 3-րդ գլխի 25 համարում։ Ասում է ինչից որ վախենում էի դա գլխիս եկավ։ Ու շատ աստվածաբաններ ասում են որ այդ իր բոլոր փորձանքների պատճառը իր վախերն էր։ Ինքը անդադ վախերի մեջ էր, հանգարց այդ բաները չգան ինձ կպնեն, հանգարց իմ երեխեքին չգան։ Ամեն օր զոհեր էր անում, որ protection գա իր երեխեքի, իր ընտանիքի վրա, հանգարց իրան բան չլինի։ Պետք չի վախից ելնելով հետևել Աստծուն։ Եթե դու ճանաչում ես Տիրոջը ու դու գիտես որ Տերը քեզ պաշտպանում է, պետք չի։ Աշխարհի մեջ գաս ասում է, «Օ, պանդեմիա է գալու, հիմա սաղ ես կպնելու, չգիտեմ ինչ ալնելու», ու մարդ վախի մեջ է ապրում։ Վախը դուռ է բացում է սատանայի համար։ Շատ մարդիկ պանդեմիայի ժամանակ, անգամ այդ COVID-ի ժամանակ գիտեք ինչ էին ասում, ինչ էին խորհուրդ տալի, ասում ամենաշատ մեռնում են այն մարդիկ, ովքեր որ վախենում են, որ կարող են կմեռնեն։ Պանիկա է առաջացնում, իր իմունիտետը ավելի անգնում օրգանիզմի մեջ, այդ վախը էլ ավելի արագացնում այդ մահը։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, վախը դա շատ մեծ դուռ է բացում սատանայի համար, շատ հիվանդությունների համար։ Նույնիսկ մարդիկ են եղել, որ էպիլեպտիկ բաների մեջ են ընկել վախի պատճառով։ Դրա դեղը վստահելն է Աստծուն, մենք պետք է վստահենք Տիրոջը, եւ որ մենք Տիրոջը վստահենք, ապագայի համար, չընկնենք վախերի մեջ։ Մենք միշտ առողջ կլինենք, ուժեղ կլինենք, չենք ասում, «Վայ, հիմա քրայզիս է գալի, ֆինանսական անկում է գալի, ոնց եմ անելու», ու ստրեսներ է գալի, ստրեսներից հիվանդություններ առաջանում։ 11 պատճառը, սխալ եւ բացասական խոսքերի պատճառով։ Գիտեք, Հակոբոս 3-րդ գլխի 6-րդ համարը ասում է. Աստված մարդու լեզուն ընենց է դրել իր մարմնի մեջ, որ իր սաղ մարմինը կառավարում է եւ կամ ապականում է, կործանում է։ Այդ տեսակա դրել Աստված։ Ընենց է սարքե, ինքը մարմնի ռուիլն է, նավի մեջ ասում է կաղեք, ու հենց Հակոբոս 3-րդ գլխի մեջ դա ասում է, նավի մեջ կա այդ ղեկը, չէ, որ կողմը շրջում են, նա գնում է, չէ։ Այդպես էլ լեզուն է մարմնի մեջ, այնպես Աստված դրել, որ կառավարում է քո ամբողջ մարմինը կամ ապականում է քո առողջությունը։ Դրա համար որ մարդիկ վատ խոսքեր են ասում, նեգատիվ խոսքեր են ասում, մյուսների մասին, իրանց երեխեքի մասին, մարդ չես դառնա եւ այլ։ Խոսքերը իրականություն են դառնում, կամ ես չեմ կարա ուժ չունեմ, չգիտեմ կյանքս երբ կավարտի, կարող է վաղը մեռնում եմ, անդադ նեգատիվ բացասական խոսքեր։ Այս թեմայով ես կարամ ժամերով քարոզեմ, ժամերով համարներ գցեմ ու քարոզեմ, բայց ես արագ եմ ասում։ Պետք է զգուշ լինենք ինչ ենք խոսում մեր մասին, մեր երեխեքի մասին, մեր ապագայի մասին, future-ի մասին։ Նեգատիվ խոսքերը, բացասական խոսքերը դուռ են բացում հիվանդությունների, ցավերի։ Ու երբ որ իմ վրա ցավեր եկե անցած տարի, ճշտումներ, ծանրություններ եկե, սատանան ինձ միտքեր բերում ասում էր, «Էսա մեռնելու ես»։ Ասա վсё լավ։ Արագ ացրու հրաժեշտու որ գնաս։ Մի բան մեջից ես ջղայնացավ, ասեցի, չէ, ես պետք է ապրեմ ու Տիրոջ գործերը պետք է պատմեմ, որովհետև ես ունեմ լավ խոստում։ Եվ ես սկսեցի ասեցի, Տերը խաչի վրա վերցրել է իմ մեղքերը, իմ հիվանդությունները, ես չեմ մեռնելու, սատանա, պարտված ես։ Ու ինչքան ասում էի, այդ օրը զգացողությունս լավանում էր։ Կյանքը իմ մեջ է, գրված է։ Քրիստոսի կյանքի հոգու օրենքը ազատ ինձ մեղքի եւ մահվան օրենքից գրված է։ Հռոմեացի 8:1-2-ը։ Քրիստոս Հիսուսով, ասա, հիմա դավանում ենք։ Քրիստոս Հիսուսով եղած կյանքի հոգու օրենքը
ազատեց ինձ մեղքի եւ մահվան օրենքից։ Չի գործում քո կյանքում, իմ կյանքում գործում է, գիտեք ինչի։ Դուք զգում եք ես ոնց եմ ասում, դուք ոնց եք ասում։ Հենց որ գայս է դավանելու հերթը, դուք զգում եք ինչ ոգևորված եմ ես ասում։ Դու տենց հավատքով ոգևորված պետք է ասես։ Որտեւ դա զենք է սատանայի դեմ, ես դա ուղղակի չեմ դավանում, ես դա ասելուց ինչ որտեղ ջղայնությունով եմ մի քիչ ասում, չեմ ջղայնում, ինչ որտեղ sense նապորով եմ ասում, որ դու ոնց որ ասես սատանա դու տես, դե լսի։ Ասում ենք միասին, Հիսուս Քրիստոսով եղած կյանքի հոգով օրենքը ազատել է ինձ մեղքի եւ մահվան օրենքից։ Այս ուրիշ բան։ Չի ասում կազատի, ասում ազատել է խաչի վրա։ Կյանքի հոգու օրենքը ազատեց ինձ մեղքի եւ ու երբ որ ես այդ դավանեցի, կյանքը սկսեց լցվել, շարունակվել։ Հալելույա։ Շատ կարևոր է ճիշտ խոսքեր, ամեն։ 12-րդը հոգեկան եւ հուզական խնդիրների պատճառով։ Այսինքն ստրեսների մեջ են ընկնում մարդիկ։ Մարդիկ կան ցենց ամեն ինչից շուտ անհանգստանում են։ Էսի իրար հետ կապված է, էլի, այս 11 ու 12-ը իրար հետ կապված են։ Շուտ անհանգստանում են, ստրեսի մեջ են ընկնում։ Գիտեք, գիտնականները ինչ են ասում, որ հիվանդությունների 90%-ը ստրեսներից առաջանում։ Եվ որ մարդը անդադ անհանգստանում է։ Էդ էլ է գալի Աստծուն չվստահելուց։ Երբ որ մարդը Աստծուն չի վստահում, անդադ անհանգստության մեջ է։ Իր օրգանիզմի մեջ հիվանդություններ են առաջ։ Շատ կենսերներ առաջանում են ստեղից, ստրեսների պատճառով։ Եկեք սրա վրա մտածենք, ամեն։ 13-ը գիտություն չունենալու պատճառով։ Օվսե 5 կտակարանի Օվսե 4 գլխի 6-րդ համար ասում է, Տեր ասում է, իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Իմ ժողովուրդը, լավ, հələ աշխարհին ասենք մի կողմ։ Իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով։ Ոնց է դա կատարվում։ Կարող է քո կյանքի վրա բաներ գա, աթակ գա, ոնց որ ես ասեցի, վրա աթակ եկե։ Ինչը ինձ օգնեց, որ ես դուրս գամ դրանից։ Ես գիտեի Տիրոջ կամքը, որ դա Տիրոջ կամքը չի, այդ տեսակ ցավերը, հիվանդությունները։ Ու ես դեմ կանգնեցի։ Ու ես չասեցի երևի Աստծո կամքն է։ Մի հատ Աստծո ծառայողի մասին են պատմում, ուժեղ եվանջելիստներ, ինքը ասեն ստադիոններներ էր լցնում, ստադիոնները։ Ու շատ մարդիկ էին գալիս ստադիոններում փրկություն ստանում։ Բայց այդ մարդը, եվանջելիստը, այդքան հոգ չէր տանում իր համար, իր նյութականի մատերիալ բաների համար։ Մեքենա, ասենք, կարիք կար, որ մեքենա ունենք, ասում դա կարևոր չի, մեքենա, բան, փող, մենք չենք ծառայում փողին, բայց փողը պետք է ծառայի մեզ։ Մեքենան պետք է ծառայի մեզ։ Ու երբ որ մի անգամ այդ ստադիոնում լիքը մարդիկ էին հավաքված, քարոզեց ինքը, շատ մարդիկ իրանց կյանքերը տվեցին Աստծուն, ու երբ որ հավաքույթը արդեն ավարտվում էր, ուժեղ անձրև է սկսվում։ Ուժեղ հորդառատ անձրև է սկսվում, եւ բոլորը նստում են իրենց մեքենաները գնում են, իսկ ինքը ոտով է գնում ճանապարհին, այդ անձրևին մրսում է, հիվանդանում է ու մահանում է։ Հասկանում եք, ինչքան կարևոր է, որ գիտելիք ունենանք։ Նմանատիպ պատմություններ կան։ Մենք չպետք է անտեսենք գիտություն, ասենք, կարևորը հոգևորն է։ Դա էլ է կարևոր, դա պետք է ծառայի հոգևորին։ Հիմա կասեն, բա ինչի մեռավ Աստծո մարդը, որովհետև ժամանակ կար, որ իրան խոսք էր ասվե, որ ինքը վերցնի, ուշադիր լինի, հոգ տանի իր նյութական բաների վրա, բայց ինքը անտեսել էր։ Կողքի էր դրե, եւ դա դարավ իր անկման պատճառը, ոչ թե անկավ հոգ, ինքը գնաց էլի երկինք։ Էլի մեծ reward ստացավ իր աշխատանքի համար, բայց գիտություն չունենալու պատճառով հիվանդացավ, մահացավ։ Հասկանում եք։ Դա 13 պատճառներն էին, որոնք որ հոգևոր պատճառներ էին, spiritual reason էին հիվանդությունը գալու, եւ հաջորդ 8-ը դա հիվանդություններ մարմնի մասին հոգ չտանելու եւ անխոհեմության հետևանքով, անխելք վարվելու պատճառով, ուրեմն անզգուշության պատճառով։ Ուրեմն ինչի կարա մարդու մոտ ինչ ճանապարհով էլ կարա մարդու մոտ հիվանդություն գա, որ մարդ զգույշ չի։ Օրինակի համար Աստված ինքն է ասել, նայեք, երկրորդ օրինաց 22 գլխի 8-րդ համարում ասում է, երբ որ դու տուն սարքես, տանեքի վերևում այդ ռուֆում, հա,
կողքը շրջանակ սարք, այսքան ցանկապատ, fence, որ ասում է մեկը չընկնի եւ քո տան վրա արուն չբերես։ Բայց կասում մեկ ասի, Աստծուն եմ վստահում։ Գիտես քանի քրիստոնյա եմ գտե այտենց։ Որ ասում զգուշ եղի դուրը փագի, հերո կանգնի, զգուշելի չընկնես, ինձ բան չի լինի։ Աստծուց հոգևոր են։ Աստծուց հոգևոր են, սուպեր հոգևոր են։ Օ, խաղ չկա դեմները։ Բայց Աստված ինքն է ասում տանդ կտուրին շրջաբանը ցանկապած սարքի, որ չհելնես տանիքից ընկնես եւ քո վրա արուն բերես։ Աստված չասես ես կպաշտպանեմ։ Բնական բաներ կա եւ մենք չպետք է մերժենք, դինայ չպետք է անենք, եթե մենք բնական բաները մերժում ենք, հիմարության, գիտություն չունենալու պատճառով մեր վրա վնաս կբերենք։ Անզգուշությամբ կամ ասենք գաստված գնում ես մեքենան, ասենք քեզի 65 ֆրիվեյում լավ, թողնի 70։ Պայթի դրակի, դու 100-ի տակ վնգծրած գնում ես։ Մեկ ասում է կամանց, սենց մի հատ պատմություն կար, մի քարոզիչ ասում է շատ արագ գնում է ասում է։ Այս քարոզիչը վարորդին ասում է կամանց ասում է։ Այս վարորդը դրայվերը ասում է Աստծո հրեշտակը մեր հետ է կպաշտպանի։ Այս քարոզիչը ասում է հենց որ քո արագությունը շատացրեցիր, տեսա որ հրեշտակը գնաց մեզանից։ Հրեշտակը մեզ թողեց գնաց։ Որտեվ Աստված օրենքը չի խախտում։ Եթե մենք մեր կողմից պահանջված բաները նորմալ անում ենք, Աստված էլ իր կողմից անում, բայց եթե մենք խախտում ենք 100 տակ վնգալովեթում ենք, կարա բան են դու ասեն բախի Աստված չպաշտպանեց, որտեվ Աստված ինքն ասես զգուշ եղի ու նմանատիպ լիքը տեսակի բաներ։ Կամ դու սառույցի վրա սառույցա, չէ՞ ձմեռը, ասենք Հայաստանում կան, սառույցի վրա արագ եթում ես, մեծ ասում ես զգուշ կամ ինձի բան չի լինի Աստված իմ հետ ամ, գմբ ընկավ։ Կամ ընկավ վնասեց։ Զգուշություն։ Ուրեմն հիվանդություններ, ցավեր, խնդիրներ կարան լինեն անզգուշության պատճառով, որտեղ Աստված կապ չունի, մեղ չունի, խի Աստված չար, որտեղ Աստված զգուշացնում է քո ծնողի միջոցով, քույրիկի, աղբոր մյուսների միջոցով։ Օրինակ, տես Սատանան, որ եկավ փորձում էր Հիսուսին անապատում, ասում է Հիսուսին հանեց տաճարի գլուխ, ասեց դե քեզի գցի Աստված կպահի։ Հիսուսը չասեց օքեյ։ Չէ, չարեց Սատանայի ուզածը։ Ասես գրածը քո Տեր Աստծուն մի փորձի։ Բայց շատ քրիստոնյաները տենց են անում, վնասվում են, գիտես։ Դու ասում ես նախի բան արեց, հելավ այնտեղ իրան քցեց, ասեց Աստված կպահի, բայց մեռավ, ինչի, որտեղ գիտություն չուներ։ Տես ամեն ինչի հիմքում ընկած է գիտությունը։ Զգուշությունը պետք է։ Հետո ինչի պատճառով կարա հիվանդություններ տեղ գտնի, որ մարդիկ անդադ մեղադրում են Աստծուն։ Վատ սննդակարգի պատճառով, սխալ ուտելիքներ ուտելու պատճառով, անընդհատ fast food-եր ուտելու պատճառով, օրինակի համար։ Կամ օր ու գիշերը 12-ին է ուտում, գիշերը 3-ից զարթում է հաց է ուտում։ Ես այդպես մարդիկ գիտեմ, ու դա վնաս է տալի, ճարպակալում օրգանիզմը, սիրտը։ Մի հատ մարդ կար, տարիներ առաջ մեր տուն եկավ, բիզնեսի հետ կապված, պետք է իր այդ բան խոսանք, ինքը բիզնեսմեն էր։ Ինքը ասում է ես fast food-ի տեղ ունեի, որտեղ fast food ենք սարքում, ասում է գիտես, այս ընթացքում որտեղ աշխատում եք, քանի հոգի ա մեռել։ Իմ աշխատողներից, որտեղ իրանք մենակ այդ fast food-ի տեղից էին ուտում, ասում է։ Այդ կոտլետներ կա, բաներ կա, չէ՞, մսեր կա, որ սարքում են, ասում է, ես տեսա, ասում է, քանի հոգի մեռան մեր այդ աշխատատեղից, որովհետև ինչ եմ ասում, հիմա ասենք մենք ուշուշ ենք ըտեյթում ուտում, չենք զգում, բայց ովքեր ըտեյ աշխատում են անընդհատ ըտեյից ուտում են, այդ վնասը իրանք ավելի են զգում։ Մենք ասենք, ին վրա չի ազդի, ես այնքան սուպեր հոգևոր եմ, ին վրա չի ազդի։ Հավատքը պետք է համապատասխանի գրված խոսքին, եթե մենք մի բան ենք հավատում, ինչը որ չի համապատասխանում խոսքին, ուրեմն դա ճիշտ հավատք չի, դա ներշնչանք ասենց, Աստված չի օրհնի։ Ոչ շատակերությունն է լավ, ոչ է չուտելը, նիհար չհետևելը քեզի։ Մարկոս 8:1-3 համարները տեսեք ինչ ասում։ Եվ այն օրերին, երբ որ խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չունեին ուտելու, Հիսուսը իր աշակերտներին կանչեց եւ ասեց նրանց. «Խեղճս գալիս այդ ժողովրդի վրա»։ Ով ասեց։ Հիսուսը ասեց։ Եվ որ հիշում եք անապատում էին, մի 3 օր ժողովուրդ եկել էին իր մոտ
Հիսուսը քարոզում էր։ Եվ 3 օրից հետո Հիսուսը ասեց իր աշակերտներին խեղճս գալիս այդ ժողովրդի վրա, որովհետև արդեն 3 օր ինձ մոտ են եւ բան չունեն որ ուտեն։ Եվ եթե նրանց սոված արձակեմ, իրանց տները կթուլանան ճանապարհին, որովհետև դրանցից ոմանք հեռու տեղից են եկել։ Տեսեք, Հիսուսը անտարբեր չի մարդկանց կարիքներին։ Չասես կարևորը հոգևորն է, հոգևորը տանք թող ուտեն գնան, ոնց ինչ ուզում են անեն։ Նա ասես չեմ ուզում սոված արձակեմ, որովհետև դրանցից շատերը հեռու տեղից են եկել եւ ճանապարհին կթուլանան։ Տեսեք, ինքը չդրեց իր սուպեր հոգևոր հմտությունները, կարողությունը։ Ինքը գիտակցում էր, ինքը չասեց հիմա մի հատ աստվածային զորություն կտամ իրանք կուժեղանան ու միջև հասնեն իրանց տները, չասեց այտենց։ Նա հասկանում է, որ մարդը մարմին ունի։ Եվ այս մարմինը պետքա կերակրես, սնես, ջրով, հացով, կերակուրով, եւ նա իգնոր չէր անում այդ բաները։ Սուպեր հոգևոր ձևով չմոտիկացավ դրան։ Կան չէ քրիստոնյաներու ասենք սոված մեկին տեն ասեն ոչինչ Աստված քեզ կզորացնի ուշ կտա գնա ամեն ինչ լավ կլինի։ Մի խոսքով հետևենք նաև իշխանանալու օրգանիկ ուտելիքներ ուտենք ճիշտ ժամանակին, սնվենք դա այն որ մարդկա ասում է դու այն ես ինչ որ դու ուտում ես։ Դու այն ես ինչ մեքենայի մեջ դեր եթե բենզին պետք է լցնես դու դիր սայլ արկա լցի ուրիշ բան լցի դա չի էթա ինչ որ նախատեսված այդտեղ եթե վատ բենզին լցեցիր վատ գազ լցեցիր շատ վատ գազեր կա որ ղն սենց կգնա բայց դրեցիր սուպեր կգնա հասկանանք չէ ինչ լցում ես դա արտադրում է նույնը ուտելիքը ինչ ենք ուտում դա էլ մեզ դարձում է կամ էներգետիկ կամ մարդիկ սաղորը քաղցր են ուտում Ես այնքան ծոմ վերկալեցի քաղցրի միջև արդեն կոնտրոլ վերկալեցի մարմնս փարտիրը չէ քաղցրի addiction ունեի ես շատ ուժեղ Հիմա երբ ուզեմ կարամ կանգնացնեմ երբ կարամ էտելա դրա պատճառով հիվանդություն թե շաքարային հիվանդություն դիաբետա գալի շաքարային Աստվածի դու ուտելիքին նայ Աստծո հետ ինչ գործ ունես Քո պատճառով ա եղել Աստծո պատճառով չէ 16-ը անբավարար քնի պատճառով որ մարդիկ նորմալ չեն քնում ու էսի իրար հետ կապված է 10 բաժակ կոֆե ախմում առավոտվա 5-ին նոր 2 ժամ քնում է հետո ելնում է չի կարող քունը ընդհանրապես Աստված տվել ասում է Աստված արդարին տալիս է հանգիստ քուն գիշերը շատ կարևոր է ճիշտ ժամանակին քնենք 10-ին 11-ին ամենաուշը եթե շատ ուշ են քնում 12:30 1-ին 2-ին մարմինը չի հասցնում վերականգնել որովհետև շատ հիվանդություններ գիտեք ինչ որ բուժվում են քնելու ընթացքում շատ հիվանդություններ առաջանում են չքնելու պատճառով հիշողության կորուստ ստրես եւ որ մարդը չի քնում նորմալ ստրեսներով է լսվում հիշողությունն է կորում ես տարիներ առաջ երբ որ Uber էի քշում էի միջև գիշերվա ժամը 3-ը 4-ը կամ առավոտ մի քանի ամիս հետո հիշողությունս կորել էր Սենյակից հելում եմ գնամ որ ասենք այն մյուս սենյակը մի բան վերցնեմ ճանապարհին մոռանում էի այդ տենց վատ ազդել էր Գիտեք երկար էր սա կրկում ասում եմ ես ինչ ա եղել Հետո հասկացա որ չեմ քնում գիշերը ես քշում եմ փոխարենը ես քշելու ընթացքում չէի զգում այդ քնածությունը բայց ուղեղից զոռում էի բռնանում էի ուղեղից որ ինքը բանան բայց դա ազդեց հիշողությունս կորել էր մեկ այլ կարգի վատ ձևով բայց հետո դադարեցրեցի գործս փոխեցի նորից հիշողությունս վերականգնվեց որտեվ Երբ որ քնելս վերականգնեցի, հիշողությունս վերականգնվեց։ Այնպես շատ կարևոր է նորմալ քունը, որտեղ քնի ժամանակ մարդու օրգանիզմը վերականգնվում է, շատ հիվանդություններ բուժվում են, շատ հիվանդություններ չես ունենա, եթե նորմալ քնես։ Ուրիշ Աստծո ծառայող։ Երևի լսել եք Նենսի Դուֆրեյն, հրաշալի Աստծո կին ծառայողը, էլի Կալիֆոռնիա նահանգում է։ Ինքը պատմում էր Տարիներ առաջ իր ամուսինը, երբ որ միսիոներական ծառայության մեջ է եղել, առաքելական ծառայության տարբեր տեղեր է գնացել եկեղեցիների, երբ որ վերադարձել է տուն, մարմնի մեջ հիվանդությունը հայտնաբերել, կարծեմ կենսեր, քաղցկեղը հայտնաբերել։ Ու ինքն էլ Քենեթ Հեյգինի հենց ծառայության մինիստրի մի փարթն է եղել, մասն է եղել, վստահ եղել, որ Աստված բժշկում է բոլորին։ Ասել է Տեր, ես չեմ հասկանում սա, այսի պետք է չլինի։ Որտեղ եմ բաց թողում ունեցել։
որտեղ եմ բաց թողում ունեցել, որտեղ եմ ինչ-որ մի բան այն չի եղել, հարցրել, աղոթել, Տիրոջը սպասել, ու Տերը գիտեք ինչ ասե, այստեղ էլ։ Ասել է, որովհետև դու քո մարմնին հանգիստ չես տալի։ Օր ու գիշեր տանջում ես, չլում ես։ Հանգիստ վերցրու, օր ու գիշեր դու մենակ ծառում ես, չես հանգստանում։ Այս մարդը գիտեք ինչ արել, ապաշխարել, որ իր մարմինը չի խնայել։ Հանգիստ է վերցրել, սկսել է հանգիստ վերցնել շաբաթական մի օր, կապ չունի, որ օրինակ վերցնում, օրենքի տակ չենք, պարտադիր չեն շաբաթ օրը լինի, կարա ցանկացած օր լինի, կարևորը հանգիստն է։ Մի ամսվա մեջ այս մարդը լրիվ բժշկվել է։ Ամբողջովին, տեսնում եք, որտեղից կարան հիվանդություններ, բայց այն մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը չեն իմանում, էլ չեն ասում, Տեր ինչի հիվանդություն բան, ասում են, երևի Տիրոջ կամքն է, երևի Աստված բան է սովորացնում։ Պետք է աղոթես, փնտրես Տիրոջ երեսը, հարցնես։ 17-ը վնասակար սովորությունների պատճառով, հիվանդություններ գասեն վնասակար սովորությունների պատճառով, ծխելը, խմելը, դրանք օգտագործելը, կամ շատ կոֆե, վնասակար սովորություններ, որ մարդիկ ունեն։ Շատ հեռախոսով զբաղվել օր ու գիշեր աչքերը վնասում է։ 18-ը, մի քիչ արագ եմ էթում։ Մյուսը ֆիզիկական անգործության պատճառով է գալի հիվանդությունները։ Եվ որ մարդը գործ չի անում, կամ լեզի է, կամ չի աշխատում, մարմնի մեջ հիվանդություններ են առաջանում։ Գիտեք, մարդը երբ է սկսում ավելի դանդաղ շարժվել, քայլել, եւ որ թոշակի է էթում, ոնց էր թոշակը, retired է լինում, նստում է ամբողջ օր դիվանին, այ որ մարդը քայլում է, այստեղ յուղվում է, օրգանիզմի մեջից ինքը յուղվում է, բայց որ մարդը անդադ նստած է դիվանի դեմը, թոշակի է, retired է եղել, չորանում է, հետո գնալով դժվար է քայլում արդեն։ Այսի ծերերի վրա եմ օրինակ վերում, բայց երիտասարդներն էլ հիվանդությունները առաջանում, ճարպակալումը առաջանում, ուղեղը նորմալ չի աշխատում, արյունը նորմալ չի ֆռում, խոլեստերինն է շատանում։ Մի հատ ճապոնական գյուղ կա, որտեղ մարդիկ միջինը 100 տարի են ապրում։ Գիտեք ինչի, որտեղ ոչ մի անգամ թոշակի չեն էթում։ Սաղ կյանքը հողագործությունով են զբաղվում, անդադ աշխատում են, երբեք չած գնացի թոշակի, retired եղա։ 100 տարի այդ կղզիում ապրում են։ Ուրեմն շատ հիվանդությունների պատճառը անգործությունն է, ֆիզիկական ակտիվիտի չունենալն է։ 19-ը բժշկական օգնությունն ու բուժումը մերժելու պատճառով։ Աստծո կամքն է, որ մենք բժշկությունը անմիջապես ստանանք Իրանից։ Մենք ունենանք այն հավատքը, որ անմիջապես Իրանից ստանանք 100% բժշկություն մի անգամից։ Բայց երբեմն լինում են որ մարդիկ, որ դեռ կասկածներ կա, հավատքը այդքան չի աճել, որ իրանք Աստծուց ստանան բժշկությունը, եւ կարան իրանք դեղեր օգտագործեն։ Բժշկությանը դիմեն։ Ըստի մարդը կա, որ ասում է, չէ, դու պետք է Աստծո բժշկվես, բայց այդ մարդն էլ է դեղեր օգտագործում, այդում է ատամնաբուժի մոտ։ Ես չեմ տեսել, որ այդ մարդը ինձ ասում էր, «Օ, չէ, դեղերը սխալ է», բայց գնում է ատամնաբուժի մոտ։ Դեղ են տալի, որ թմրի, ատամները փոխեն, դե բայց մարդկա հավատում է, աղոթել է, հավատացել է, ու ատամը աճե։ Okay, եթե ունես այդ հավատքը, աղոթի, խոսքով կանգնի, թող հրաշքը կատարվի։ Ես հավատում եմ, որ այդ օրերը գալիս են։ Դա մեր նպատակն է, ես չեմ ասում չէ, բայց բժշկությունը պետք չի մերժել։ Աստծո խոսքը ասում է, ամեն լավ բան երկնքից է գալիս։ Շատ քրիստոնյաներ կամ այլ խմբի հավատացյալներ վնաս են կրել, երբ որ բժշկությունը մերժել են։ Ասենք Եհովայի վկաներ, եւ իրանք արուն չեն տալիս, կամ արուն իրանց պետք է չտան։ Քանի երեխա մահացել է, որտեղ ասում են, չէ, արուն, չգիտեմ, Աստվածաշնչից որտեղ են գտե, սխալ են ինտերպրետ արել այդ խոսքը, եւ իրանց երեխեքը կործանվել բան են եղել, վնաս են կրել։ Հիմա մեկն է ասի, դե Աստված ուզես տարավ, Աստված չուզես տանի։ Բժշկությունն էլ է Աստծուց, որտեղ խոսքը ասում է, ամեն մի լավ բան Աստծուց է գալի, երկնքից է գալիս։ Վակցինաներ կան, դες պանդեմիա եկե Աֆրիկայում տարբեր երկրներում, որ սենց համատարած մարդիկ մեռել են, այդ վակցինան ընդունել են, հիմա ես չեմ ասում ամեն վակցինան ընտիր է, 100%-անոց է, բայց շատ այդպես վակցինաներ փրկել են լիքը այդ համատարած մահերից ազատել են շատերին։ Քրիստոնյաներն են, այնպես որ խնդրում եմ, մենք չենք ուզում այնպեսի ուսմունք
դոկտրինա կհուզենք, որ բժշկությունը սխալ է։ Կան այտենց եկեղեցիներ ասում, պետք չի, եթե էքստրիմ քայլեր է, պետք չի։ Եթե կարող ես հավատքով ստանաս բժշկություն Աստծուց, փառք Աստծո, ավելի լավ։ Եթե չէ, ընդունի դեղը, օգտագործի դեղը։ Ժամանակ եղե ես աղոթել եմ, Աստծո հրաշքով բուժվել եմ։ Ժամանակ եղե դեղ եմ օգտագործել։ Դրա մեջ ամոթ բան չկա, այլ հպարտության բան է։ Ոնց ես դեղը օգտագործեմ, կասեն հավատք չունի, վայ ես։ Դրա հիմքում էլ է ես ընկած։ Հա լավ։ Ոչինչ, օգտագործի մի քիչ դեղ, միջև հավատքը տաճեցնես։ Չենք ասի, ինքը հերոս չի էլ։ Այն մեկը հերոս է։ Ոչ մի անգամ դեղ չի ընդունել։ Հերոս է ինքը։ Հերոս հավատացյալ, բայց դու մի հասկանում մեկը դրա մոտիվները գցեք մի կողմ։ Չպետք է անտեսենք բժշկությունը, բժշկական միջամտությունները։ 20-րդը խորհուրդներ չլսելու պատճառով։ Որ երեխեն դուսա գալի ցուրտ է, մաման ասում է շոր հագի, չմրսես։ Չէ, մրսում է, հիվանդանում է։ Ծանր պարկած է տաքությունով։ Աստված ինչի սենց եղավ։ Խորհուրդ չեն լսում մարդիկ։ Խորհուրդ, advice, հա, շատ կարևոր է որ սովորեն մարդիկ խորհուրդ լսել ու ել եմ ասում շատ խնդիրներ թե աշխարհային թե քրիստոնյաների մոտ եղել են որ խորհուրդ չեն լսել։ Հպարտելի դրա հիմքում ընկած է հպարտությունը, ոնց որ խոսացինք հպարտությունից։ Եվ 21-ը վերջինը անհոգության եւ անտարբերության պատճառով։ Շատ խնդիրներ առաջանում են անհոգության եւ անտարբերության պատճառով, անգլերենը կա, չէ՞։ Առակած գիտես, այս վերջի համարն եմ կարդում։ Առաջի գլխի 32 համարը ինչ է ասում։ Ասում է անհոգ մարդուն իր անտարբերությունը, անհոգությունը կործանում է։ Այն մարդը, որ անհոգ է անտարբեր է, այդ իրան կործանում է բերում։ Օրինակի համար վեկալեն գալի քրիստոնյաներին, սուպեր ռոքեվորներին, օրինակի համար։ Գալիս է ժամանակը, որ պետք է բրեյքները փոխի, ավտոյի բրեյքները, չէ՞, կամ ասենք ակերը մաշվել է։ Ու ինքը անտարբեր է, ասում է Աստված օրհնում, Աստված կանի ինձի պետք չի հոգ տանեմ։ Մի հատ տեղ են վեկալում Աստվածաշնչից, որտեղ ասում է հոգ մի տար Աստված քո համար հոգ կտանի, բայց դա լրիվ տարբեր պայմաններին է վերաբերվում։ Ու մարդը գնա, ասենք ակսիդենտ ունենա, դրա պատճառով, չեմ ասում ուրիշ բանի պատճառով։ Ու հետո ասի Աստված խիչ չպահեց։ Անհոգություն է որովհետև։ Կամ ասենք ատամը սկսել է փչանալ, կարիես, անգլերեն ոնց է, կարիես, cavity, հա։ Ասում են, քանի չի խորացել, բեր բուժենք, էլի։ Չէ, անհոգ է, անտարբեր է, հեչ պետքը չի։ Ու այնքան է դա աճում հասնում է ներվին, հետո գոռում է, այտենց մարդիկ կան, ես տեսել եմ։ Գոռում է, աղոթում է, չի լավանում, բայց ժամանակին քեզ ասում էին, գնա, մի թող որ դրան հասնի, քո անտարբերությունը տես ուր է բերը հասցրե քեզ։ Հասկանում եք, անհոգությունը սա շատ թաքնված բան է, որ շատերի մոտ կա։ Կամ ոնց որ ասեցիք քաղցր ուտելու վերաբերյալ, այնքան քաղցր են ուտում, հեչ պետները չի, ինչ կլինի, թե ինչ կլինի իրանց մի շաբաթ հետո, մի տար հետո իրանց հեչ պետքը չի, իրանք դրած առանց կոնտրոլի ուտում են քաղցրը կամ կոֆեն կամ չգիտեմ ինչը։ Այդի պետք է որ մենք ուշադիր լինենք, մտածենք վաղվա օրի մասին, ապագայի մասին, ամեն։ Եկենք աղոթքի գանք, կանգնենք։ Հնարավոր է էլի պատճառներ լինեն, բայց ես ընտրեցի այս ամենահիմնական բաները, ուրեմն 13 հոգևոր պատճառներ հիվանդությունների համար։ Եվ 8 մեր անխելքության պատճառով, այն դռները, որ բաց են կամ չարի կողմից, կամ ձեր կողմից, դու կփակեք եւ շատ ավելի շուտ բժշկությունը կստանաք։ Եթե այդ տեսակ դռներ են եղել քո կյանքում բաց, ու երբ որ դու քննես, փակես, եթե ասենք ինչ որ երկար ժամանակ է ինչ որ հիվանդությունից չես բժշկվում, դու կարող ես մի անգամից բժշկվես։ Կամ ասենք վեկալում է առվից ջուր է խմում։ Ասում են դե բակտերիաներ կա, մի խմի։ Տես խորհուրդ չի լսում։ Իսկ բան չի լինի Հիսուսի մեջ թող օրհնված լինի խմում է։ Ու բակտերիաներն հիվանդացնում են։ Պետք չի Աստծուն փորձել։ Հիսուսը Սատանան էլ Հիսուսին ասաց, քեզ էքսի բան չի լինի, Աստված ասել է կպայ։ Նայեք, այսել այս խելքի պահնա, որ ուշադիր պետք է անենք, հասկանում եք ինչ եմ ասում։ Ամեն։
Կարող եք գաք այսպես առաջը միասին աղոթենք։ Թևրոլորոբոսի թելեմախատոպրոլոսի անիջան Սուպրեխատա բալաբասի Տիրոջ հոգին այստեղ է հալելույա Տիրոջ հոգին այստեղ է հալելույա Տիրոջ հոգին այստեղ է Տիրոջ հոգին այստեղ է Տիրոջ հոգին այստեղ է Տիրոջ հոգին այստեղ է Հալելույա 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 շնորհակալ ենք Տեր Աստված հալելույա շնորհակալ ենք Զորավոր Աստված քո հոգու համար քո ներկայության համար այս մարդկանց համար Հալելույա շնորհակալություն Տեր Աստված շնորհակալություն 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 Հալելույա փառք եմ տալի քեզ ամեն մեկի համար ես աղոթում եմ ամեն մեկիդ համար Ես ոչ միայն աղոթում եմ ամեն մեկիդ համար, ես օրհնում եմ ամեն մեկիդ, ասա ամեն։ Ես օրհնում եմ ամեն մեկիդ, որտեղ դուք լսեցիք խոսքը, որի միջոցով երբ որ ուշադիր լինեք, զգուշանակ բացեք ձեր սրտերը, օրհնությունը կգա ձեր վրա։ Օրհնությունը կգա ձեր կյանքի վրա, ձեր ընտանիքի վրա։ Այս բաները որ խոսացի, սրանք են խանգարել օրհնությունները գալու։ Հիմնական, ես 35 տարի հավատքի մեջ եմ եւ էսի հենց այնպես տեղեր ես չեմ նայ մեկից ոչ է ChatGPT-ից եմ ուզել ես ոչ մի անգամ ChatGPT-ի քարոզները չեմ քարոզում ոչ մի անգամ չեմ ասում ChatGPT-ի մի քարոզ կար համար գրի դες բան չեմ անում ոչ էլ նայում եմ որ ինչ քարոզիչներին սա այն ինչ որ տարիների ընթացքում ծնվել է իմ սրտի մեջ ես համոզվել եմ ու սա ուժ ունի եւ որ քո սիրտը հիմա բացես քո քեզ ստուգես հնարավոր ընթացքում ստուգեցիր բաներ տեսար կամ հնարավոր հետո դու կփակես դռները սատանայի համար եւ կբացես դռները Տիրոջ համար որտեղ քեզ օրհնի քո երեխեքը քո սերունդները եթե անգամ դու հիմա չես զգում դու դրա հետևանքները տենալու ես զգալու ես հալելույա հալելույա հավատում ես սրան այո նաեւ շատ կարեւոր է որ ճիշտ դավանանքները ասես հիմա միանք դավանանք կանենք հիմա declaration-ներ կանենք սա մեծ ուժ ունի ասա ես հավատում եմ որ ամենակարող Աստված ինձ հետ է Հիսուսը փրկել է ինձ իր արյունով մաքրել է ինձ ես Աստծո զավակն եմ Հիսուսի արյունով սրբված Տիրոջ հրեշտակները ինձ հետ են ես պաշտպանված եմ իմ տունը պաշտպանված է ես հետևում եմ Տեր Հիսուսին Հիսուսն է իմ Տերը եւ Փրկիչը ես հավատում եմ որ իմ օրերը օրհնված են եւ իմ ապագան օրհնված է լինելու իմ սերունդները օրհնված են լինելու Տիրոջ ձեռքը օրհնությունը իմ վրա է Տերը ունի բարի ծրագրեր եւ բարի ապագա իմ համար ես որոշում եմ հավատամ Տիրոջը հավատամ նրա խոսքին Եվ չխոսամ բացասական բաներ այլ խոսամ Տիրոջ խոսքը Եվ հռչակեմ իր խոսքը իմ կյանքում Հիսուսով ես առողջ եմ ես բժշկված եմ Տեր Հիսուսը վերցրեց իմ մեղքերը իր մարմնով խաչապայտի վրա որպեսզի ես ազատ լինեմ մեղքերից եւ ապրեմ արդարության համար եւ նրա վերքերով ես բժշկված եմ եթե չկա մեղքը ուրեմն չկա մեղքի հետևանքը հիվանդությունը անեզքը եւ աղքատությունը Աստծո խոսքը ասում է Հիսուս Քրիստոսով եղած կյանքի հոգու օրենքը ազատել է ինձ մեղքի եւ մահվան օրենքից ես ազատ եմ մեղքի եւ մահվան օրենքից Հիսուս Քրիստոսի շնորհիվ եւ ես ապրելու եմ Տիրոջ գործերն եմ անելու եւ ես զորությունով եմ լցված նոր յուղով եմ օծված Տիրոջ հոգին իմ մեջ է եւ Տիրոջ հոգին իմ վրա է Հալելույա Փառք ես Տեր Հալելույա Տեր շնորհակալություն քեզ Տեր շնորհակալություն զորավոր Աստված այ փոփոխությունը հիմա է գալ երբ որ դու հավատքով վստահությունով դավանում ես իր խոսքը իր ճշմարտությունը
Հալելույա։ Շատ կարդա խոսքը, շատ դավանի։ Աստված օրհնի ձեզ, օրհնի ամեն մեկի, դուք օրհնյալ եք, ամեն մեկը այստեղ մեծ օրհնություն ունեք, օրհնված եք ամեն մեկը, շատ, ես տեսնում եմ ամեն մեկը օրհնված եք, որտեղ դուք Տիրոջ գրքի մեջ եք։ Ոչ մեկ ձեզ չի խլի Հիսուսի գրքից, ոչ մեկ Հիսուսը ասեց, նրանց, որ հայրը տվեց ինձ, ամենից մեծ է, եւ ոչ մեկ չի կարող խլել հոր ձեռքից, ոչ մեկ, եթե դու որոշես Տիրոջ հետևից գնալ, եթե դու որոշես Տիրոջ հետ լինել, ամեն,